Մասում։ Մի երկու ամիս առաջ էր Նիկոլ Փաշինյանը Facebook-ում տեղադրեց կարճ հոլովակ, որ Միաստիկյան Պողոտան հիմնանորոգվել է։ Ես էլ հարց պատասխանին ասի, որ այդպես չի եւ արդյոք պատրաստ է ներողություն խնդրել։ 21 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանը ազդարարում է Միաստիկյան Պողոտայի Վաճառյան փողոցում մեկնարկել է Երևան քաղաքային լուսավորության ծրագիրը, կփոխվեն կամրատվեն լուսավորության հենասյուները, արկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով, բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա պլաստիկ խողովակներով։ 25 թիվ հունիս է։ Այդ ստոլբեքը որ տնկել էր, մենակ LED լույսն է։ Եմ բոլոր տրոլեյբուսի գծեր, հոսանք, ինտերնետ եւ այլն եւ հին այդ ստոլբեքը մինչեւ հիմա մնացել է։ Այս կառավարությանը, քաղաքային իշխանությանը եւս քանի 4 տարի է պահանջվելու, որ Միաստիկյան Պողոտան վարկային միջոցներով ստացած փողով բերվի բարվոք տեսքի։ Քանի եւս 4 տարի, մի 40 տարի հետո կարա օրինակ այս իշխանությունը զեկուցի եթե լինի, որ Միաստիկյան Պողոտան վերանորոգել է։ Եվ կարճ մի հարց, 17 թվականին հաստատվել էր սեյսմիկ անվտանգության բարելավման այդ վարկային ծրագրով դպրոցների վերանորոգում։ Առ այս պահը քանի դպրոց է վերանորոգվել եւ ծրագիրը ամբողջությամբ երբ կավարտվի։ Երկրորդ հարցից անդրադառնամ, ձեր նշած դպրոցները ընդգրկված են մեր ուրեմն 300 դպրոցների կառուցման ծրագրում, այդպիսի բազմաթիվ դպրոցներ էսպային շահագործման են հանձնվել, քանի որ շինարարական աշխատանքների պատվիրատուն չի հանդիսանում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, ես կդժվարանամ այդ ցանկը ամբողջությամբ ասել, չնայած վստահ եմ, եթե դուք տարածքային զարգացման հիմնադրամին եւ քաղաքաշինության կոմիտեին հարցում անեք, իրենք կպատասխանեն, բայց վստահաբար այդ ծրագրով ուրեմն նորոգված, այսինքն կառուցված դպրոցների վերջում վերջերս այդպիսի ծրագրով, այսինքն այդ նույն ծրագրով դպրոց ենք հանձնել շահագործման Փարաքար համայնքում, Աբովյան քաղաքում, այսինքն այդ ծրագիրը ընթացքի մեջ է եւ մեծ մասամբ աշխատանքները ավարտված են։ Հիմա կոնկրետ որովհետեւ պատվիրատու չեմ կարողան ասել որտեղ են ընթացքի մեջ, բայց որ ընթացքի մեջ են եւ հիմնական հատվածում ավարտված են եւ իմ թվարկած օրինակ առնվազն 2 դպրոցներ այդ ծրագրով են իրականացվել, դա հենց այդպես է։ Միաստիկյան Պողոտայի հետ կապված ի սկզբանե ձեր ասած հարցին տեղյակ չեմ, չգիտեմ ինչ նախագիծ է պատվիրել քաղաքապետարանը եւ այդ նախագծով ինչ աշխատանքներ էին նախատեսված, անպայման նախագիծը կուսումնասիրեմ, որպեսզի այդ հարցի պատասխան ունենամ։ Համեցեք արձագանք։ Միացեք խոսակ։ Պարոն Խուդատյան, գնել Սանոսյան ու դուք տարբեր նախարարությունների նախարարներ եք։ Ես դες կոնկրետ վարկային ծրագրով դպրոցաշինության ծրագրի մասին եմ հարցնում։ 46-ը դպրոց, որ պետքա շահագործման հանձնվեր 2020 թվականին։ Ձգին 22 թվականի հոկտեմբերի 26-ին այդ ժամանակվա ձեր պաշտոնը զբաղեցնող գնել Սանոսյանին հարցրել եմ, կետ առ կետ, մարդն էլ կետ առ կետ պատասխանել է։ Ինչ 300 դպրոց, ինչ ակադեմիական քաղաք, 46 դպրոց Ասիական զարգացման բանկի վարկային ֆինանսավորման ստացել եք։ Գնել Սանոսյանն էլ ինձ ասում է, որ ծրագրվում է 26 թվականի մայիսի 30-ին պրծնել։ Այսինքն ես կարող եմ լուրջ կասկած, հիմնավոր կասկած ունենալ, որ մայիսի 30-ին 26 թվականի այդ 46 դպրոցի վերջը չենք տեսնելու, ոնց որ Միաստիկյան Պողոտան է։ Դուք ասեք ձեր նախարարության գործունեությանը ծանոթացեք։ Պարոն Մանուկյան, ես իմ ղեկավարած նախարարության գործունեությանը ծանոթ եմ եւ ընդամենը պայմանավորված են հանգամանքով, որ դուք տարածքային կառավարման նախարարությանն եք ուղարկել ձեր հարցումը եւ մենք ենք շրջանառել, ենթադրում եմ այդպես է եղել, դա չի նշանակում, որ պատվիրատուն մենք ենք, ավելին ծրագրի մեկնարկից ի վեր երբեք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դպրոցի պատվիրատու չի եղել, չի պլանավորում դպրոցների պատվիրատու լինել եւ այս պահին էլ ընթացքի մեջ գտնվող դպրոցներից ոչ մեկի մասով մենք շինաշխատանքների պատվիրատու չենք։ Այդ աշխատանքները իրականացվում են երկու հիմնական պատվիրատուների՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ քաղաքաշինության կոմիտեի պատվերով, որոնցից ոչ մեկ չի հանդիսանում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման տիրույթում գործող կառույց։
Ես էլի պատրաստ եմ, եթե դուք այդ հարցը գրավոր ուղեք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ես պատրաստ եմ այդ հարցը շրջանառել, բայց շրջանառելուց հետո պատասխանը պետք է տրվի ձեզ Քախշինից եւ ՀՏԶՀ-ից։ Մենք երբեք չկա այդպիսի մի դպրոց, որի պատվիրատուն այս 5 տարվա ընթացքում հանդիսացել է մեր նախարարությունը եւ մեր նախարարության առաջիկա պլաններում էլ չկա այնպիսի կետ, որ մենք պետք է դառնանք դպրոցների համար պատվիրատու։ Եվ վերջին հարցը Խաչատուր Սուքիասյան համեցեք։ Դոչան, իմ հարցը մի քիչ ավելի ընդգրկուն է, այն ծրագրերը, որոնք որ ձեր նախարարությունով հաստատվում են, դրանք ովքեր են փորձաքննության ենթարկում, ովքեր են դրա առաջնահերթությունը տալիս, արդյոք դուք ամեն մի ծրագիր